2020 թվի 44-օրյա պատերազմը իմ համար մեր ֆելոնն է, մեր ֆելոյի Անդրեյը, ֆելոյի նմանը չկա, Հայաստանում մեկ փնտրեք չեք գտնի, մեկ ասում էի ֆել դու երևի որ ձեր գյուղի փողոցների ձիբիլել հավաքես բերես, մեկը հերթի տակ կառն չէ, ֆելոյի գալը բոլորը գիտեին, ֆելոյի կաթումացունի համար բոլորը ցելա էին գցում, ֆելոյի գալուց մի կես ժամ առաջ արդեն հավսար զգաստ հերթը սպասում էր, անգամ ձմռան ամենասաստիկ սառնամանիքին, ֆելոյի կաթումացունի նման կաթումացուն, որ սառնանը չէին բացում ու մի քանի գտալու տուն, վախարա, դե ֆելոյի մածունի նմանը չկա էլի, ու իրոք չկար, այդքան տարի մի դեպք չեմ հիշում, որ իր կաթից են գյուղի կաթի տհաճ հոտ առած լինենք, նույնը մածունը, անարատ, մաքուր ու համով, ոչ մի պետական մածուն այդ որակը չունի, երդվում էր, մամաս որ տաք ջրով լվանում է կովի պտուկները, հետո սպիտակ շորով սրբում, վրան մի հատ հետք չի մնում, ու ֆելոյի ասածը Տիգրան Սարգսյանի վերբալ ու ձեռառնոցի դարձած դասախոսությունը չէր, ֆելոյի ասածը իրականությունն էր, տարիներով ստուգված իրականությունը, ֆելոյի մայրը իրենց գյուղի Արարատի մարզ գյուղ Նորակերտ, բժիշկն էր, գինեկոլոգը, ու տենց ֆելոյի երկու երեխեն էլ տղա աղջիկ տվել էին բժշկական ինստիտուտ ու ընդունվել, ու ինձնից ընդամենը երևի մի 4-5 տարի մեծ ֆելոյի դարդերը քիչ էին, մի հատ էլ զույգ ուսանող պահելն ավելացավ, վարձով տուն, ուսման վարձ, գրքեր, ծախսեր, ասում էին ֆել, որ մի սենյականոց վարձը իր ավելի էժան չէր լինի, թե չէ, թող ամեն մեկը իրա սենյակում սովորի, տղես բարձր կարդում, որ իրար չխանգարեն, ու ֆելո դու ֆելո, ամառ ձմեռ չարքաշ աշխատում էր, որ հասցնի, կլոր տարին կաթումացուն, բերքի սեզոնին էլ պոմիդոր ձմերուկ, Շենգավիթը ծայրից ծայր, մեկը չկար, որ ֆելոյին չիմանար ու չսիրեր, մեկը չկար, ում ֆելոն չճանաչեր, անհատական մոտեցում, որ ասում են, ֆելոյի մոտ դրա կատարելագործված տարբերակներ, հանկարծ ու ասեիր, ֆել ջան, մի քիչ պոմիդոր կտաս, վաղը կբերեմ, այս պոմիդորը ձերը չի, ասում էի, լավ է, ինչ է եղել սրան, թե չէ ու չէ, ու մեկ էլ կբերեր, նկարած, մեկը մեկից ընտիր, երևի ամբողջ դաշտերից ջոկած, իբր մի բան էիր ուզում աներ, ընենց էր, որ մարդու ափսոսը գալիս էր, թե ձեռք տար, նույնը ձմերուկը, ինչ տեղափոխվեցինք ֆելոյի ձմերուկի նման ձմերուկը տենց էլ չկերանք, բերքի սկզբից իր արևին ու բարներ քանի անգամ տալիս, վերջից վերջինը, այս նվերա հատուկ ձեր համար եմ բերել, փետրվարին կովը ծնում էր դալներ, մաման սիրում է, այս մամայինն է, ու տենց ֆելոյի հետ հա փող տալու կռվի մեջ էինք, տնից ոչ մեկս չէինք կարում ֆելոյին ավել փող տար, միշտ ինքն էր, ասում էի ֆել հենց հարստանամ, քեզ մի հատ ֆերմերային տնտեսություն պիտի նվեր տամ, ինքը իրոք էս երկրի ամենաարժանի, ամենաարժանավոր մարդկանցից մեկն է, հայի, այն իսկական հայի, որի դեմքը այսօր կորցրել ենք, այն իրական տեսակներ, գյուղացի մարդու, այն սրտապած, ջոմարդ, պարզ, ազնիվ մարդու լավագույն դրսևորումը, ում ուզում ես իրոք մի բան արած լինես, ու շատ ուզում էի, որ այդ որակով ինքը հենց ֆերմերային տնտեսություն ունենար, կաթ, մածուն, միս, ֆելոյի միսը, մի տարի հորթ էր մորթել, իբր մի 5 կիլո պիտի տար, իջել եմ, մեկ էլ այլայլված եկավ, թե դեմի շենքից մեկը ավտոյի միջից փախցրեց տարավ ձեր միսը, հատուկ դրել էի, հետևից վազեցի չկարացա հասնեմ, ու ձեռը համարյա 2 կիլո միսա, թե ես իմներ, բայց ձեզ, ասում են դե լավ ֆել ջան, ոչինչ, թող, այդ տար, բա դու չունենաս, թե չէ ու չէ, ու էլի խայտառակություն, կռիվ Դավիթ, բայց փող չի վերցնում, ես հենց ամոթով մնացի, ես նվերա, այն որ էլի հորթի միսը նենց չի թե չէինք գերել, բայց դա, այդ տիպի միս էլ երբեք չի հանդիպել, դա այն որ ասում են եղնիկի միս, այդ տիպի բան էր, հարցրի էլ, թե բա ափսոս չէր, հորթը ինչի պորթեցիր, թողնեիր մեծաներ նոր, թե բա պարտքեր ունեի, պարտքատերը փող ուզում էր, ասում էի ֆել, ախր այդքան աշխատում ես, այդ պարտքերը չես պրծնում, թե չէ ինչ անեմ, այդ դաշտի աշխատողների աշխատավարձերը, երեխեքի վարձերը, կարկուտը սաղ, ձմերուկից դաշտերը ավիրեց,
ու տենց Ֆելոն աշխատանքից աչք չէր բացում, բայց պարտքերից էլ պրծուն չուներ։ Ոչինչ, կարևորը երեխեքը սովորեն։ Հայ ժողովուրդ, ինքը չապրի, բայց ամեն ինչ անի, որ երեխուն հասցնի մուրազին։ Ու Ֆելոն հասցնում էր։ Երեխեքը լավ սովորում էին, հետո տղայի տարիքը որ հասավ, գնաց բանակ Ղարաբաղ։ Ու էլի այդ ընթացքում ինչ լինում էր, Ֆելոն սաղ հեչ, մենակ Անդրեաս բարով խերով բանակից գա։ Ու մի օր էլ հենց բարով խերով բանակից եկավ։ Բոլորը իմացան, բոլորը ուրախացան, բոլորը շնորհավորեցին, ու այդ օրը Ֆելոն ամբողջ բերքից մի քոռ կոպեկ տուն չտարավ։ Էս Անդրեիս մահարիչն է, տղես բանակից եկել է, վերջ, պրծանք։ Այտենց մի օր էլ ինստիտուտը ավարտեց, բուժվակը, ու մեկ սկսեց գալ հորը օգնել։ Ու Երանի եկած չլներ, ու ես Անդրեին տեսած չլնեի։ Ոնց Ֆելոն երկու այդքան իրա տղեն, նույն ջոմարդ, բաց սիրտ, պատրաստական, ու հատկապես դեմքը, են ոչ թե սիրուն եւ այլն, դե սիրուն է էլի սիրուն, բայց այն իրոք պայծառ երիտասարդ մարդ, որ դեմքից, աչքերից լույս էր ճառագում։ Անդրեին Ֆելոյից շատ սկսեցի սիրել։ Պատերազմի երևի կեսերն էր։ Իրիկունը Վարդանը եկավ տուն, հաց եմ դնում, ոնց ես, ինչ կա, չկա, զգում եմ մի տեսակ կա ու ինքը իրան նման չի խոսում, ասում եմ ինչ աղել, թե մեր Ֆելոյի տղեն բռնել կամավոր գնացել է Ղարաբաղ ու այսօր ասին թե զոհվել է։ Այդ գիշեր ամբողջ գիշեր չեմ քնել։ Անդրեի դեմքը մի այլ կենդանությամբ, այդ պայծառ, լուսաշող հայացքը աչքերիս առաջ էր։ Իրոք Երանի ես Անդրեին տեսած չլնեի, ճանաչած չլնեի, ուղղակի ասեին Ֆելոյի տղեն։ Հենց այդ գիշեր էլ այդ անքուն գիշերը գրեցի Ջեբրայելի կորստի մասին, արդեն մի շաբաթից ավել գիտեի, բայց լուռ էի, ինձ զսպում էի։ Այդ ժամանակ տոտալ սրտի քարոզչության մեջ էինք, հաղթում էինք, Գետաշեն Մարտունաշենն առել էինք, Գյանջայի այրոպորտը հոդս ցնդեցրել, իսկ իրականում տալ էր, որ տալիս էինք, ու Անդրեյն էր զոհում, որ հետո արդարացնեն տալը։ Գրելուց ես իրենց սուտը պայթեցնելուց հետո նախագահականն էլ իր արևին այդ օրից հետո դադարեցրեց ինձ մեյլ ուղարկել, իբրիմ աչքերն էլ սառել էին իրանց պրես ռելիզների վրա։ 2 օր անց Արայք Հարությունյանի հայտնի խոստովանանքներ, որ գործերը վատ են, այո, Ջաբրայելը կորցրել ենք, հետո Նիկոլ, Արծրուն եւ այլն։ Բայց դա այլևս էական չէր, որովհետեւ էականը Անդրեյն էր, Անդրեյները, հանուն ոչնչի նահատակված։ Էականն այն էր ու է, որ մինչ օրս մենք Ֆելոյինը տենց էլ ոչ տեսել ենք, որ զանգել, տեսնես, զանգես, ինչ ասես, ոնց ասես, ու ոչ մի տեղեկություն չունեինք երկար ժամանակ։ Ֆելոն ասում էին, էլ չի գալիս, Ֆելոյից ոչ մի բան չգիտեր։ Մի տարի հետո էլ իմացանք, որ Ֆելոյի կինն է մահացել, երևի որդու կորստին չդիմացնալով։ Մի քանի անգամ տեսել է, երիտասարդ, գեղեցիկ, համեստ կին էր։ 44-օրյա պատերազմից հետո նման պատմությունների պակաս կարծես թե չկար, կարծես հատուկ մարդկանց պսիխոզի մեջ գցելու վրա աշխատեին, ամեն մեկը դե մի տան լույս, ճրակ, մեկը մեկից լավը, բայց այդ պատմությունները հիմնականում զոհերի մասին էին, նահատակված տղերքի, իսկ այդ տղերքին մինչև Արցախ ճանապարհելը, այդ ընտանիքները ինչեր են քաշել, մինչև մարդ են սարքել, դա լռության է մատնվում։